Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մարգարյան, այսօր ըստ էության ավարտվում է այն վերջնաժամկետը, որը սահմանել էր Միացյալ Նահանգները Իրանի դեմ, այսինքն այսօր Թրամփը հայտարարեց, որ եթե մինչև վաղը Հորմուզի նեղուցը չբացվի եւ եթե էլի մինչև վաղը որևէ տեսակի համաձայնություն չկնքվի, չստորագրվի թղթի վրա, ապա հրադադարը չի երկարաձգվելու եւ վաղվանից էլի ռազմական գործողություններն Իրանի դեմ շարունակվելու են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր երեկոյան Թրամփը մի բան է ասում, վաղ առավոտյան մեկ այլ բան է ասում, ըստ ձեզ այս լուրջ հայտարարությունն է թե բլեֆ։ Հաշվի առնելով վերջին ձեր ձևակերպումը, կարծում եմ, որ սա վերջնական վերջնագիրը չէ, այսպես ասած։ Իհարկե կողմերի դիրքորոշումը շատ տարբեր է, երբ նայում ենք, կարծես մեկը մյուսին կապիտուլյացիա է ուզում ենթարկել, բայց կարծում եմ, որ դեռևս բանակցությունները կշարունակվեն, ընդ որում ամերիկյան կողմը արդեն մեկնել է Իսլամաբադ, բայց իրանական կողմից դեռևս պաշտոնական մակարդակում որևէ տեղեկատվություն չկա, բայց բնականաբար կլինեն բանակցություններ։ Եվ այստեղ բնականաբար պարզ է, որ Իրանի համար Հորմուզի նեղուցը դա հենց այն խաղաքարտն է հիմնական, որ ինքը կարող է այս իրավիճակում Որում այս դեպքում այնքան խաղաքարտ չի, ինչքան հաղթաթուղթ։ Հաղթաթուղթ, այո, շատ շնորհակալություն, այո, հաղթաթուղթն է եւ բնականաբար Իրանը իր դիրքորոշումից չի հրաժարվելու եւ ես չեմ կարծում, որ ամերիկյան ռազմաքաղաքական establishment-ը դա չի հասկանում, կարծում եմ, որ իրենք էլ հստակ հասկանում են, որ իրենք նաեւ իրենց երկրի ներսում խնդիր ունեն, հետեւաբար այս գիտեք հրադադարը եւ վերջնական որևէ համաձայնության գալը կարծում եմ ավելի շատ ձեռնտու է այս բան ձեռնտու է ամերիկյան կողմին քան Իրանին, ավելի շատ պետք է ամերիկյան կողմին քան Իրանին։ Չեմ կարծում, որ վերջնական համաձայնությունը մոտ է։ Կարծում եմ, որ ուղղակի կարող է նորից հրադադարը շարունակվել, նորից որոշակի բանակցություններ, երկարաձգել այդ բանակցությունները եւ այլն, բայց ինչպեսին կարող է լինել այդ բանակցությունների ավարտը, կարծում եմ, այս որևէ մեկի այդ հարցի պատասխանը, որ չի կարող տալ, որտեղ կրկնեմ այն պահանջները, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Իրանի կողմից այդ պահանջները ընդունել, այն էլ այս պարագայում, երբ ինքը պատերազմի ժամանակ բավական դիմակայություն է ցուցաբերում, կարծում եմ խելամիտ չէ։ Տեսեք, բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, ինչ մոտենանք մեր սահմաններին, տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, որովհետև մեզ բնականաբար ձեռնտու չէ այդ Իրան-ամերիկյան պատերազմը։ Մի կողմից Մյուս կողմից ստացվում է, որ ձեռնտու է, որովհետև ինչքան այդ լարվածությունը այնտեղ շարունակվում է, այնքան մեծանում է Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը, որպես տարանցիկ ուղի, որն ըստ էության այս պահին ստացվում է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Եվրոպայի հետ փակ սահմաններով է, որ Իրանում արդեն գիտենք ինչ է կատարվում, մերձավոր արևելքների հետ, ստացվում է, որ գրեթե այլընտրանք չկա։ Արևելք-արևմուտք կապի համար միակ ապահով ճանապարհը անցնում է Հարավային Կովկաս։ Եվ հիմա միգուցե մի քիչ անսպասելի հարց է։ Ազգային ժողովի նախագահ Անտալիայի խորհրդաժողովում հայտարարում է, որ Թուրքիան պատանդ է ընկել ըստ էության Ադրբեջանի ձեռքը, որ սահմանը չի բացում, որովհետև եւ այլն։ Արդյոք հենց այդ հնարավորությունն էր, որ ստեղծվել էր, այսինքն տարածաշրջանի արժեքը այնքան է մեծացել, որ ազգային ժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության Թուրքիային մեղադրում է ըստ էության կամ այսպես հուշում է, որ դուք պատանդ եք մնացել։ Այդ թվում նաև, բայց ինչ վերաբերում է պատերազմի ազդեցությունը կամ որ նույնաչափ եւ ձեռնտու է եւ ձեռնտու չէ, գիտեք, ես կարծում եմ, որ իհարկե երկարաժամկետ հեռանկարում ձեռնտու չէ, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք Թրիպը եւ ինչպես դուք ընդգծեցիք, Հարավային Կովկասը դառնում է շատ ավելի ռազմարական նշանակության տարածաշրջան տարանցիկ ուղիների համար, այնուամենայնիվ տարանցիկ ուղիները գործարկելու համար պետք է լինի կայունություն։ Եվ եթե այդ կայունությունը չկա, եթե օրինակ նույնիսկ հիմա պատկերացնենք Իրան-ամերիկյան բանակցությունները շարունակվում են, բայց վերջնական համաձայնության կողմերը չեն կարողանում գալ, նշանակում է կոնֆլիկտային տրամաբանությունը շարունակելու է։ Այս պարագայում ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դա ազդելու է Թրիպի ուրեմն ներառականության վրա, հա, թե որքանով է Թրիպը կկարողանա շատ ավելի տարածվել, որքանով կկարողանա ներդրումներ
ներգրավել եւ այլն, որտեվ յուրաքանչյուր ներդրող, անկախ նրանից թե դա ամերիկյան ներդրող է, թե այլ երկրի ներդրող է, ինքը առաջին հերթին մտածում է, որ տարածաշրջանը լինի կայուն։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի նախագահի հայտարարությանը, ես կարծում եմ, որ այստեղ իհարկե այդ համոզմունքն է, որ մենք անընդհատ տարբեր պաշտոնյաներ, տարբեր հարթակներում այս արտահայտությունը հնչեցնում են, որ այս գլոբալ ճգնաժամի պարագայում, երբ ամեն կողմից պատերազմներ են, Հարավային Կովկասը շատ խաղաղ, կայուն, հանգիստ իրավիճակում է, այսինքն կարծում եմ, որ այդ մեսիջն է փորձել ազգային ժողովի նախագահը տալ, բայց նաև կարծում եմ, որ դրա այդ մեսիջի նպատակը եղել է նաև որոշակի առումով Թուրքիային, այսպես գիտեք, փորձել հրահրել նրան, որ պետք է արագացնել քայլերը, որովհետև արդեն ոչ միայն կուլիսների հետևում, այլ նաև շատ բաց դիտում խոսում են մասին, թե ինչքան մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա, առաջին հերթին պայմանավորված էներգակիրների մատակարարմամբ եւ կարծես թուրքական կողմը ամբողջովին կախված է իր որոշումների մեջ, եթե որոշումը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին ադրբեջանական կողմից։ Կարծում եմ, այս երկու հանգամանքը պետք է դիտարկել։ Եկեք հանգամանքներից մեկը դիտարկենք, ըստ ձեզ կա քաղաքական կամք, ասենք Բաքվում, Երևանում շատ ասվել այդ մասին, գոնե մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, նախաստորագրման մասին չի խոսքը, ստորագրելու, վավերացնելու եւ անցնելու հաջորդ փուլ։ Եթե այս հարցը դուք ինձ տայիք 2 ամիս առաջ եւ կարծեմ դուք տվել եք, ես միանշանակ ասեի, որ մինչև թերևս սահմանադրության փոփոխությունը ադրբեջանական կողմը կստորագրի պայմանագիրը, բայց չի վավերացնի։ Այս պայդրությամբ գիտեք ոչ միանշանակ են մեսիջները այդ առումով եկող Ադրբեջանից, որովհետև նույն եվրոպական քաղաքական համայնքի ուրեմն գագաթնաժողովի, եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը, այսինքն տրամաբանությունը մի փոքր այլ պետք է լիներ, չէ՞, որ եթե մենք գնում ենք դա շատ լավ հարթակ պետք է լիներ եւ այլն եւ այլն։ Կարծում եմ հենց այդ որոշում չունենալը կամ ունենալը որոշում չգալ այդ միջոցառման նաեւ հենց պայմանավորված է նրանով, որ այդտեղ միջազգային մեծ ուրեմն լինելու է ներկայություն եւ բնականաբար հարցերը շատ են լինելու, երբ եք ստորագրում եւ այլն եւ այլն։ Դժվար է, ես չեմ կարող ձեր հարցին միանշանակ պատասխանել, այնուամենայնիվ ունեմ տպավորություն, որ ընտրություններից հետո, եթե ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ուրեմն հաղթի, ապա ես չեմ բացառում, որ Ադրբեջանը այնուամենայնիվ պայմանագիրը կստորագրի, վավերացումը թողնելով սահմանադրության վերաբերյալ ռեֆերենդումից հետո։ Այստեղ հաղթելու երկու տարբերակ կա, հաղթելու մի իրավիճակ, երբ քաղաքացիական պայմանագիրը պայմանական հաղթում է չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ հաղթում է ունենալով սահմանադրական մեծամասնություն։ Ինչի՞ եմ ես առանց բաժանում անում, այսինքն դա ես չեմ անում։ Դա անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեք Արման Բաբաջանյանն էր այստեղ հյուր եւ ինքը պնդում արեց, ես չգիտեմ ինչի հիման վրա, պարոն Բաբաջանյանն ասաց, որ նոր սահմանադրության ընդունումը Հայաստանի միջազգայինորեն ստանձնած պարտավորություն է, այսինքն օգոստոսի 8-ը ենթադրում է նոր սահմանադրության ընդունում։ Դուք համաձայն եք այդ տեսակետին։ Ես ուղիղ կապ չեմ տեսնում այդտեղ։ Ինչու չեմ տեսնում, որովհետև սահմանադրության փոփոխությունը դա առաջին հերթին քաղաքացի պետություն իրավահարաբերությունների համար է անհրաժեշտ եւ չի բացառում, որ քաղաքացիները պարզապես դեմ քվեարկեն այդ սահմանադրության ընդունմանը, հա։ Այսինքն ի վերջո որոշումը կայացնելու է ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն չի կարող նման ուրեմն պարտավորություն ստանձնել, որովհետեւ կառավարության մեկ որոշմամբ չէ փոխվելու սահմանադրությունը եւ եթե մենք ժողովրդավարենք, եթե ունենք ռեֆերենդումի ինստիտուտը, ապա որևէ մեկը չի կարող երաշխավորել արդյոք սահմանադրությունը կփոխվի թե չի փոխվի։ Հետեւաբար չեմ կարող համաձայնել այդ ձևակերպման հետ։ Այստեղ մի նրբություն էլ կա։ Սահմանագետներից մեկը, որը էլի այստեղ հյուրընկալվել էր, ինքը ինչ էր ասում, ես գերադասում եմ, որ սահմանադրական մեծամասնություն չունենա քաղաքական իշխող ուժը, որ հնարավորություն չլինի
սահմանադրության որոշակի կետեր փոխել եւ ուղարկել համապետական հանրաքվեի, քան ունենա մեծամասնություն, ընդունի փոփոխությունները, նոր սահմանադրություն ընդունի խորհրդարանի կողմից, ուղարկի համապետական հանրաքվեի եւ այնտեղ չանցնի, որովհետեւ դա այ կդառնա խաղաթուղթ եւ միգուցե նաեւ հաղթաթուղթ Ադրբեջանի դեպքում։ Տեսեք, հայերը ռևանշիստ են։ Երկու դեպքում էլ բոլոր ճանապարհները տանում են ռեֆերենդում։ Դե Հետևաբար իմ համար այստեղ առաջնային գործոնը ռեֆերենդումն է։ Այն երկուսի տարբերությունը կունենա մեծամասնություն թե չունենա, հա, համանadական մեծամասնություն, այստեղ ուղղակի գործիքներն են փոխվում, տեխնիկան է փոխվում, բայց վերջնարդյունքը դա ռեֆերենդումն է։ Եվ ես չեմ կարծում այնուամենայնիվ, որ օրինակ, գիտեք, շատ նաև կարծում եմ ռազմական առումով շատ ճիշտ է, երբ մենք տարբեր ամբիոններից այս մասին խոսում ենք, որ որոշումը կայացնելու ժողովուրդը մենք կարող ենք իշխանությունները կարող են վարել համապատասխան քաղաքականություն, օրինակ սահմանադրության տեքստը վերծանել, ներկայացնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե տեղի ինչ է գրած տրամաբանությունը եւ այլն, դա կարող են անել տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ, յուրաքանչյուրը յուրովի փորձի օգտագործել այդ հոդվածները ըստ իր քաղաքական նպատակների եւ այլն եւ այլն։ Բայց վերջնարդյունքը դա ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրություն է եւ եթե պարզվի այնպես, որ ժողովուրդը չի վստահում այդ սահմանադրությանը կամ օրինակ գործող իշխանությունը չի կարողացել վերծանել սահմանադրության հոդվածները այնպես, որ ընկալելի լինի ժողովրդի համար կամ վերծանել է, բայց ժողովրդի համար ընդունելի չի, ընկալելի է, բայց ընդունելի չի, ապա նշանակում է մենք դեռ չենք հասել էվոլյուցիայի ես էվոլյուցիա նկատում եմ զարգացման, զարգացում որպես գործընթաց այն մակարդակի, երբ կարող ենք ասել, որ այդ գիտակցումը ժողովրդի ներսում, որ սահմանադրությունը դա առաջին հերթին քաղաքացի պետություն իրավահարաբերությունների հստակեցման համար է, դեռևս մենք այդտեղ չենք հասել, նշանակում է պետք է գործընթացը շարունակել։ Իսկ Ադրբեջանը չեմ կարծում դա իր համար լեգիտիմ հիմք է լինելու, օրինակ Ադրբեջանը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դեմ որևէ տեսակի գործողության լեգիտիմ հիմք չունի, չի ունեցել, չի ունենալ։ Այդ թվում նաև չմոռանանք, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները ըստ էության փաստում է, որ խաղաղությունը այլևս հաստատված է նախաստորագրված վիճակից համաձայնագրի ուրեմն նախաստորագրումով կողմերը ստանձնել են արդեն պայմանավորվածություն, աշխատել այդ խաղաղության վրա, հա, եւ երկու կողմից են հայտարարությունները հնչում։ Հետեւաբար այստեղ Ադրբեջանը որպես գործոն այն պարագայում, եթե սահմանադրությունը չի փոխվի, ես չի ուզենա դիտարկել, հա, ես կարծում սա շատ ավելի օգտագործվում է քաղաքական նպատակներով, որտեղ սա իրականում այսպես կարմիր լույսի նման է աշխատում, որ եթե սահմանադրությունը չփոխվի, Ադրբեջանը օրինակ մեր վրա կհարձակվի կամ խաղաղության գործընթացը չի ինստիտուցիոնալացվի, հա, բայց սա նաև այս խոսույթը զուգահեռաբար խանգարում է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացմանը, որովհետև այդ գործընթացը, որի բաղկացուցիչն է նաև ռեֆերենդումը, սահմանադրության փոփոխությունը, օբյեկտիվորեն կապում է նաև ուրեմն ռեֆերենդումի արդյունքների հետ, բայց այդպես չի իրականում, որտեղ նորից ինչպես դուք ընդգծեցիք, մեր ներքին հարցն է, մենք կարող ենք կողմ լինել, կարող ենք դեմ լինել եւ որևէ երրորդ պետություն այն էլ համարել դա միջազգայինորեն ստանձնած որևէ պարտավորություն, ես այդպես միանշանակ չէի ձևակերպի։ Հիմա տեսեք, ընդդիմությունը ասում է, որպեսզի այդ ինստիտուցիոնալացումը լինի խաղաղության, ընդ որում ամենատարբեր ձևերով են արժանապատիվ խաղաղության, ուժեղ խաղաղության, հզոր խաղաղության, չգիտեմ, բարգավաճող Հայաստանի խաղաղության կարելի անվերջ թվարկել, այնքան ինչքան քաղաքական ուժ կա, այդքան բնորոշումներ կան։ Ասում են Հայաստանին պետք է դաշնակից, երաշխավոր, այսինքն մենք պիտի ունենանք մեծ եղբայր, կապ չունի դա կլինի Ռուսաստանը, Չինաստանը, Բուրկինա Ֆասոն, Միացյալ Նահանգները, էական չի, բայց մենք պիտի ունենանք ուժեղ դաշնակից, որը կերաշխավորի մեր անվտանգությունը։ Իշխանությունը ասում է, չէ, մենք պիտի գնանք դիվերսիֆիկացիայի ճանապարհով, խուսափելով հեռանկարից, որ Հայաստանը կդառնա բախման կիզակետ, այդ շահերի բախման կիզակետ, այսինքն շահերի համադրման կիզակետ պիտի լինի լավ իմաստով։ Հիմա կա նման հավանականություն, որ մենք կարողանանք այստեղ շահերի համադրում անել։
Մենք արդեն կարողանում ենք դա անել։ Ռուսաստանը ինքան էլ համաձայն չի դրա հետ։ Կարողանում ենք անել եւ տեսեք, մենք արդեն 2023 թվականից դա մեզ հաջողում է, որ բայն Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ բայն մեզ դա հաջողվեց արդեն անել։ Հիմա ինչ վերաբերում է երաշխավորին, ֆիզիկական երաշխավորներ այսօր աշխարհում չկան։ Եթե որևէ մեկը կարող է բերել որևէ պետության, որը երաշխավորում է մեկ այլ պետության անվտանգությունը, այն պարագայում, երբ տվյալ պետության ռազմավարական միջավայրը շատ այսպես ունի հակում ռազմականացման, նույնիսկ ՆԱՏՕ-ի պարագայում մենք տեսնում ենք, որ այստեղ խնդիրներ են առաջանում։ Հետևաբար դա ոչ միայն հնացած խոսույթ է, այլ նաև ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում դա չի աշխատելու։ Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 երաշխավորը ըստիս դա հենց դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման արտաքին քաղաքականություն է, որտեղ այդ պարագայում մենք կարողանում ենք տարածաշրջան ներգրավել տարբեր դերակատարների, այդ պարագայում նաև բարձրանում է մեր կշիռը։ Եթե մենք կարողանում ենք նույն գործարքի մասին խոսել տարբեր կողմերի հետ, բնականաբար ընտրում ենք այն գործարքը, այն կողմին, ով ավելի լավ պայմաններ է մեզ առաջարկում։ Չեն լինի այդ պայմանները եւ այդ առաջարկը չեն լինի, եթե չլիներ դիվերսիֆիկացիան։ Հետևաբար նորից կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 անվտանգային երաշխավորը դա ոչ թե մեծ եղբայրն է կամ եղբայրների խումբը, որը մենք տեսել ենք եւ մեծ եղբոր տեսքով եւ եղբայրների խմբի, այլ Հայաստանի Հանրապետության կողմից վարվող դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Այդ համատեքստում նույն Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ վերջերս մի արտահայտություն արեց, որը բավական բուռն արձագանքի առանցավ, խոսքը վերաբերում էր այն մտքին, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ադրբեջանի Հանրապետությունն է, ճիշտ այնքան, որքան Ադրբեջանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Դուք այս մտքի հետ համաձայն եք, ձևակերպում եք։ Եթե մենք իհարկե բավական այսպես շատ սուր ձևակերպում է եւ առաջին հայացքից ինքը կարող է շատ այսպես բացասական, արձագանք առաջացնել, բայց եթե մենք դիտարկում ենք, որ անկախությունից ի վեր Ադրբեջանը եւ Հայաստանը եղել են փաստացի պատերազմական իրավիճակում, որտեղ թեպետ մենք ունեցել ենք հրադադար, բայց անամենը պատերազմը շարունակվել է։ Դա նշանակում է, որ Արցախյան հարցը օգտագործվել է եւ դրական եւ բացասական իմաստով տարբեր դերակատարների կողմից, բայց որևէ կերպ չի նպաստել հարցի լուծմանը։ Հետևաբար Ադրբեջանը եղել է կախված Հայաստանից, Հայաստանը եղել է կախված Ռուսաստանից, Հայաստանից նեգատիվ իմաստով, այսինքն որովհետև երկուսին համախմբող եւ բաժանող թեման հենց եղել է հակամարտությունը։ Հիմա եթե մենք գալիս ենք ասում ենք այն եզրանկման, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ Արցախյան հարցը պետք է փակվի, որ այն այլևս չպետք է լինի եւ Հայաստանի համար թիվ 1 անվտանգության, այսպես անվտանգությունը մի քանի կոմպոնենտներից է բաղկացած եւ առաջին իրենք համարում են լեգիտիմությունը, այսինքն երբ մենք տեղավորվում ենք մեր միջազգայինորեն ճանաչված սահմանների ներքո եւ չունենք որևէ նկրտումներ այլ սահմանների նկատմամբ, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը էլ ընդունում է մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար մեր մեջ կոնֆլիկտի շարունակականությունը հետևողականորեն նվազում է, ինչ որ պայի հասնելով 0-ի, հուսանք մենք այդ 0-ն կտեսնենք, ինչ որ պայի հասնելու 0-ի։ Այս տրամաբանության ներքո եթե դիտարկենք այդ հայտարարությունը, ապա համահունչ է, որտեղ նշանակում է, որ եթե մենք չունենք կոնֆլիկտը շարունակելու դրդապատճառ, այդ թվում նաև իրավական դաշտում, Ադրբեջանը չունի, հետևաբար կոնֆլիկտը չկա, մենք իրենց երաշխավորն ենք, իրենք էլ մեր երաշխավորն են։ Քանի որ անվտանգությունից էլ խոսք գնաց, տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հայաստանի ակտիվ վերադարձ ինքը ըստ էության
չի լինելու։ Չի լինելու, հա, ոչ թե հնարավոր չի, չի լինելու։ Բայց Մոսկովյան այցից հետո վարչապետը մի հայտարարություն արեց, որ չգիտեմ ինչու այսպես ուշադրությունից դուրս մնաց, ասեց, որ Մոսկվայում ձեռք են բերվել ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ։ Հիմա մեկը մյուսին չի հակասում մեկ հարց առաջին եւ երկրորդը ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է որ Ռուսաստանը մեզ կրկին սկսելու է զենք մատակարարել տևական ընդմիջումից հետո, թե դա դիվանագիտական ռևերանսեր պետք էր ասվեց։ Տեսեք, Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում արտահայտությունը տարբեր կողմերից պետք է նայենք։ Ինչպիսին էր այն զենքը եւ ինչ տրամաբանությամբ էր այդ զենքը մատակարարվում Հայաստանին։ Մատակարարվում էր արտոնյալ ռեժիմով հապկի շրջանակներում։ Այս մասին շատ եմ խոսել։ Հապկի շրջանակներում մենք գնում էինք ռուսական զենք, բայց գործարքը արվում էր ռազմաքաղաքական կառույց հանդիսացող հապկի շրջանակներում։ Եվ կոչվում էր ինչ որ արտոնյալ պայմաններով, հետո պարզում էր, որ այդ զենքը կամ զենք չէ, կամ այն զենքը չէ, ինչ որ ներկայացվել է, կամ առասարակ կարող էր ընդհանրապես եւ չներկրվել, հա, որովհետեւ չէր աշխատում։ Հետո համել պարզվում է, որ ընդհանուր առմամբ արտոնյալ պայման ասվածը նույն բանն է, ինչ որ նախատեսված է 97 թվականի պայմանագրով հայ-ռուսական։ Հիմա տեսեք, եւ ես երբ խոսել եմ միշտ հապկի մասին, միշտ ընդգծել եմ դա պետք է Հայաստան-հապկ հարաբերություններում արկա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տարանջատել Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ եթե մենք հապկը սառեցնում ենք մեր անդամակցությունը կամ դուրս են գալիս հապկից, մենք այդ զուգահեռաբար պետք է հնարավորինս վերանայենք հայ-ռուսական հարաբերությունները։ Հանրապետության վարչապետը դա ձևակերպեց որպես կառուցողական տրանսֆորմացիա, հա։ Եվ իրականում ես կարծում եմ սա ամենախելամիտ տարբերակն է, որովհետև Ռուսաստանին չնկատել չկարևորել այդ թվում նաև դա ռազմավարական անհեռատեսություն է, մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ, եւ ինչու պետք է թույլ տանք, եթե գնում ենք դիվերսիֆիկացիայի ճանապարհով, բայց զուգահեռաբար հապկի շրջանակներում այլևս ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ փակ է։ Բնականաբար տրամաբանորեն այդ ամեն ինչը գալիս է երկկողմ մակարդակ եւ դա հոյակապ է, եթե Ռուսաստանը կկարողանա գունենա մեզ վաճառելու ռազմական նշանակության արտադրանք, որը կսինխրոնացվի մեր բանակի կերպափոխման տրամաբանության ներքո եւ կծառայի մեր բանակի մարտունակության բարձրացմանը, ինչու ոչ, մենք այդ զենքը բնականաբար պետք է գնենք։ Տեսեք, դուք ասում եք վարչապետը ասում է, որ մենք գնում ենք կառուցողական տրանսֆորմացիայի։ Ռուսաստանի փոխվարչապետի, փոխարտգործնախարարի, արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչի խոսույթը բոլորովին այլ տրամաբանության մասին է։ Ըստ էության մեզ պարզում են տնտեսական պատժամիջոցներով, մեզ նկատել է տալիս Վլադիմիր Պուտինը, որ դե գիտեք ինչ կա, մենք ձեզ մի քիչ էժանով ենք գազ տալի, ախր, բայց միջազգային գները մի քիչ ուրիշ են, այսինքն ակնարկում է, որ մենք կարող ենք վերանայել այդ ամենը եւ այլն։ Հիմա այդ դրա որ հատվածներ կառուցողական։ Տեսեք, նաեւ քարոզչական մակարդակում շատ կարեւոր է թե կողմերը ինչպես են դիրքավորում։ Եթե մենք օրինակ 1 տարի առաջ, 2 տարի առաջ կարող էինք վարչապետի մակարդակով այդ թվում նաև Ռուսաստանի մասին խոսելուց որոշակի ավելի կտրուկ ձևակերպումներ անել, հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Հիմա կարելի է բառամթերքը փոխել եւ ցույց տալ, գիտեք, մենք միշտ ռուսների հետ պարագայում մի բան ցույց ենք տվել, բայց ներքևում հիմնասյուները այլ բան են եղել։ Բայց եթե մենք հիմա քարոզչական մակարդակում հայտարարությունների մակարդակում ցույց ենք տալի մի բան, որի հիմնասյուները ամուր են, ես կարծում եմ ամուր են, այդ թվում նաև ընդգծելով դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության հանգամանքը, հա, եւ հապկից դուրս Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացել է, ընդ որում եթե մեր ռազմավարությունը որ որևէ ռազմատեխնիկական առումով գործընկեր պետությունից ուրեմն մասնաբաժինը ձեռք բերվող ռազմական նշանակության արտադրանքի չպետք է գերազանցի տոկոսային հարաբերությամբ օրինակ 5%-ը պատկերացնենք, ապա նշանակում է 5%-ից մեկը կարող է լինել Ռուսաստանը։ Այս բaragայում մենք կարող ենք նաև
հարուսական հարաբերությունների ներկայիս ընթացքը դրական կառուցողական տրանսֆորմացիա ձևակերպել։ Ինչպես է ռուսական, օրինակ Մարիա Զախարովան կամ որոշակի քարոզչական մեխանիզմներ կամ փոխնախարարի, արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով կամ փոխվարչապետ եւ այլն արտահայտվում։ Սա էական չէ, սա դնում ենք մի կողմ, որովհետեւ Ռուսաստանը մի պետություն է, որտեղ քաղաքականությունը իրականացվում է ուրեմն բարձրագույն մակարդակով եւ որոշումները կայացվում են բարձրագույն մակարդակով։ Քարոզչական մակարդակում իրենց ձեռնտու է բարձրագույնից ներքև սրել իրավիճակը, որպեսզի մեզ տոնուսի մեջ պահեն, մեզ ձեռնտու է բարձրագույն մակարդակով շատ կառուցողական լինել, մի փոքր ներքևում նաև երբեմն սուր անկյունները ցույց տալ հարաբերությունների։ Այդ տոնուսի մեջ մեզ պահելու դրդապատճառներից մեկը օրինակ կարող ենք մատնանշել գալիք խորհրդարանական ընտրությունները։ Պետք է առաջին հերթին մատնանշենք գալիք խորհրդարանական ընտրությունները, որովհետև ես գիտեք ուզում եմ հասկանալ ովքեր են Ռուսաստանի Դաշնության նախագահային խորհուրդ տվել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ երկում այդ նեղ կազմով հանդիպման ժամանակ բաց հատվածում կարելի է խոսել նրանից, ինչ որ խոսվեց, որովհետև դա ըստ էության արջի ծառայություն մատուցել էր, հա, որովհետև եթե մենք ասում ենք հիբրիդային սպառնալիքների ֆիմի շրջանակներում Ռուսաստանը մեծ գումարներ է ներդնում, որպեսզի իր համար նախընտրելի տեխնացուն ունենա հաջողություն, որովհետև սա գրեթե վերջին շանսն է ամբողջովին Հայաստանը կլանելու, ապա մի բան է, երբ դու քո ժողովրդին ասում ես, որ դա հիբրիդ է, եւ մեկ բան է, երբ Ռուսաստանի նախագահը ինքն է ասում, որ իրենք շատ կուզենային, որպեսզի ռուսական անձնագրով եւ այլն մենք շատ ընկերներ ունենք, մասնակցեն ընտրություններին։ Նկատի ունեմ, այստեղ շատ երեք Ինչպես Արծվիկ Մինասյանը ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղարը, երբ ինձ այստեղ հյուր էր, ասաց, որ իսկ ով ասեց, որ խոսքը վերաբերում էր ընտրությունների որպես տեխնացու մասնակցելու, ասում էր թույլ տվեք իրենք գնան քվեարկեն։ Դուք նման տպավորություն ստացաք։ Ես նման տպավորություն չստացա, որովհետև նախ նաև բնականաբար մենք շատ բան ենք կարդում, շատ բան ենք տեսնում եւ որոշակի ինֆորմացիա այնուամենայնիվ կարողանում ենք տիրապետել։ Երկրորդն էլ Ռուսաստանի գործելավոճը նույնն է, այս գործելավոճը եղել է նաև Մոլդովայում, որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվել, ինչ գործիքներ են, ինչքան գումար է ծախսվում եւ այլն։ Ես ինձ կարող եմ թույլ տալ նման բան հայտարարել, պաշտոնյաները բնականաբար չեն կարող, բայց մենք կարող ենք այդ մասին խոսել եւ սա միայն կարող է ազդել, կարծում եմ, հենց այն տեխնացուի վարկանիշի վրա, որի մասին խոսում է Վլադիմիր Պուտինը, որովհետև մեր հարաբերությունները կարող են լինել դրական կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, բայց պարադիգմա, տրամաբանությունը ամբողջովին փոխվել է, այլևս մեր շահը մենք չենք ասոցացնում ռուսական շահերի հետ, բայց ռուսները մնացել են անցյալում։ Դա է հետաքրքիրը։ Եթե օրինակ իրենք կարող էին նախկինում նման բան ասել, եւ մեր ղեկավարությունը չէր վիճարկի, որովհետեւ դե եթե ռուսներն են ասում, ուրեմն դա մեզ համար է լավ, հիմա այդ տրամաբանությունը այլևս չկա։ Այստեղ շատ դե իրենց նաեւ կառավարման մոդելն է շատ բարդ։ Մեզ երբեմն թվում է, որ շատ արագ է ամեն ինչ, նույնիսկ ինֆորմացիան է շատ արագ իջնում կամ տարածվում։ Այդպես չէ։ ԱԳՆ կարող է ասել մի բան, Անվտանգության խորհուրդը կարող է ասել օրինակ մեկ բան, Մարիա Զախարովան այլ բան, Հանրապետության նախագահը այլ բան, տարբեր մենք այդտեղ փորձում ենք նաև շատ դեպքերում տեսնել քաղաքականություն, որ իրենք տարբեր մեսիջներ են տալիս, բայց շատ դեպքերում դա զուտ կառավարման բաց թողման խնդիր կարող է լինել։ Հետևաբար պետք է մենք կենտրոնանանք այն հիմնասյուների վրա, որ մենք ունենք, որի վրա կառուցում ենք մեր այդ թվում նաև հրապարակային հայտարարությունները։ Որտեղ եթե հրապարակային հայտարարությունների ներքևում այդ հիմնասյուները չկան, այսինքն չկա հիմքը, ապա դրանք ինչ որ բայ չեն աշխատելու եւ խաբելու են նաև մեր բնականաբար ժողովրդին։ Շնորհակալություն հարցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։